Ողջունում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի անունով հարազատներս, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, զորացնի, բարձրացնի, փառք մեր Տիրոջը այսօրվա համար, եւ ովքեր հետագայում դիլսեն զապիսը մենք ձեզ ենք օրհնում Հիսուս Քրիստոսի անունով, թող Աստված, ինչպես Պողոս Առաքյալը աղոթում է, թող մեր Տեր Հայր Աստծո ներկայությունը ձեզ հետ լինի Հիսուս Քրիստոսում։ Փառք Աստծուն, դուք երջանիկ եք, կարող ես ասել Հովիվ ջան, դե մի չեմ զգում, որ երջանիկ եմ, ինչ անեմ, զգում ես, չես զգում, նշանակություն չունի, դու երջանիկ ես, որովհետև Աստված ունես քո կողքին, որտև քո սրտում Տեր Հիսուսն է ապրում, որտև քո սրտում Սուրբ Հոգին է, որտև դու Սուրբ Հոգու տաճարն ես այսօր, դրա համար դու երջանիկ ես, աշխարհի ամենաերջանիկ մարդն ես, դու այնպիսի դիրքորոշում ունես քո կյանքի մեջ, որ շատերը չունեն հարազատներս, փառք Աստծուն, որ դու այսօր հնարավորություն ունես այստեղ լինես, մեր քույր եղբայրներն են, ովքեր էլ այսօր չեն կարողացել գան, մենք իրենց օրհնում ենք, մենք իրենց աղոթում ենք, ովքեր հիվանդ են, թող բժշկվեն, ովքեր տկար են, թող զորանան, հոգով, շնչով եւ մարմնով, Հիսուս Քրիստոսի անունով, փառք մեր ամենակարող Աստծուն, հարազատներս, իսկապես, եթե դու հասկանաս այսօր, որ ինչքան դու երջանիկ ես, գիտես, դիպրեսիաներ կգնա, տխրություններ կգնա, շատ բաներ էլ կգնան հարազատս, որտև դու հասկանաս դու որդին ես, ով է քեզ հետ, միշտ քեզ հետ, Տեր Հիսուս Քրիստոսը Մատթեոս 28-րդ գլխում ինքը ասեց, ահա ես ձեզ հետ եմ, մինչև աշխարհի վերջը, չեմ թողնի եւ չեմ լքի ձեզ հետ, միշտ ձեզ հետ կլինեմ, փառք Աստծուն, միշտ ձեզ հետ է, տխրության ժամին, ուրախության ժամին, փառք Աստծուն, ու մենք Հիսուս Քրիստոսով ամեն բան կարող ենք, ինչպես որ երգում ենք, ամեն բան կարող ենք, գոչում ենք, երգում ենք, որ մենք Տեր Հիսուս Քրիստոսով ամեն բան կարող ենք եւ Աստված ինքը մեզ տալիս է, եկել է որ մեզ տա հույս եւ ապագա, մենք Քրիստոսով ապագա ունենք, մենք ազգ ենք, որ ապագա ունի, մենք ազգ ենք, որ հույս ունի, եւ քանի Տերը կա, այդ հույսը կա, քանի Տերը կա, մենք ապագա ունենք, հալելույա, եւ ոչ մի բան չի կարող մեր Տիրոջ սիրո ձեռքերից մեզ գողանալ։ Պողոս Առաքյալը ասեց, հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ բարձրությունը ու ցածրությունը, ոչ մի ուրիշ արարած չի կարող իր ձեռքերից մեզ գողանա։ Այդպիսի ուժ չկա, այդպիսի զորություն չկա, որ Տիրոջ ձեռքերից կարելի լինի մեզ գողանալ հարազատներս։ Ու այսօր ես ուզում եմ ձեզ հետ կիսվեմ եւ խոսեմ օրհնության մասին։ Ու այսօրվա իմ խոսքը այսպես էլ կոչվում է. օրհնում եմ քեզ։ Գիտեք, շատ անգամ մարդիկ օգտագործելով այդ բառը կամ չեն հասկանում, կամ չեն մտածում այդ դրա մասին հարազատներս, ինչ է դա նշանակում։ Շատ անգամ ցավոք սրտի, երբ որ մարդիկ ասում են օրհնում եմ կամ օրհնություն, դա ուղղակի իրենց համար բառ է։ Ոչ մի մարմնական, նյութական ոչ մի բան չկա դրա հետևից։ Բայց Աստված այդպես չէ։ Ես ուզում եմ, որ այսօր մենք յուրահատուկ ձևով մի ուրիշ անկյունից նայենք օրհնությանը եւ մեր կյանքում գնահատություն գա, ինչն է իսկապես օրհնություն, ինչը օրհնություն չէ։ Որտեղ մարդիկ շատ անգամ հարազատներս մտածելով օրհնության մասին միանգամից չգիտես ինչի մտածում են փողի, հարստության մասին։ Բայց դրանք հետևանքներ են այդ օրհնությունների։ Ծննդոց գրքի առաջի գլխի 28-րդ խոսքում այսպես է ասում. եւ Աստված օրհնեց նրանց, երբ որ մարդուն ստեղծեց, եւ Աստված ասաց նրանց. աճեցեք եւ շատացեք եւ ելցրեք երկիրը եւ տիրեցեք նրան եւ իշխեցեք ծովի ձկներին, երկնքի թռչունների վրա եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանների վրա։ Գիտեք, Աստված երբ որ մարդուն ստեղծեց, այդ վարկյանը պատկերացրեք, Աստված ստեղծեց մարդուն եւ փչեց մարդու երեսին իր հոգին եւ մարդը կենդանացավ, առաջի անգամ աչքերը բացեց, գիտեք ինչ լսեց։ Օրհնում եմ քեզ։ Առաջի խոսքը, որ մարդը լսեց Աստծուց, երբ որ աչքերը բացեց ու տեսավ
այդ սիրով լցված աչքերը, որ նայում են Աստծուն, առաջի բառը լսեց ես քեզ օրհնում եմ։ Ու դա ուղղակի բառ չէր։ Օրհնում եմ, գնա ոնց ուզում ես ապրի։ Ասեց օրհնում եմ, աճեցեք, լցրեք երկիրը, իշխեցեք, ու մինչև օրս հարազատներս, ու դա միանգամից իրականացավ Ադամի կյանքում, եւ Ադամի հետնորդների կյանքում այդ վարքյանից այդ օրհնությունը գործում է մեր կյանքի մեջ։ Մարդը այդ իշխանության մեջ, նույնիսկ մեղքի մեջ, այդ իշխանության մեջ է գնում, ամբողջ տեզերքը ուզում է իշխի, ու իշխում է։ Դա Աստծոց է տված։ Ամենավերջի մեղավոր մարդն էլ այսօր այդ օրհնության հետևանք իր կյանքում կա։ Ինքը աճում ու շատանում են 8 միլիարդ ենք դառել։ Ավել։ Ես մի անգամ նորություն լսեցի, ասեցին 8-րդ միլիարդ մարդ ծնվածը հայ է եղել։ Թե իմի ոնց է պահե, ոնց է սպասե, ոնց է արե, չգիտեմ։ Ուղղակի այդպիսի մի հատ վիդեոն կա, որ հայ է եղել, ինչ որ միջազգային բանը այդպես են արել։ Համար հարազատներս, երբ որ Աստված ասեց օրհնում եմ, դա միանգամից իրականացավ մարդու կյանքում, որտեվ Աստված ասելով օրհնում եմ, ինքը օրհնություն դարձավ մարդու համար, որտեվ այդ օրհնության աղբյուրը Աստված էր, որտեվ շատ անգամ ցավոք սրտից գիտեք ոնց է ելնում, մարդը ասում է օրհնում եմ, բայց ինքը անեցք է այդ մարդու կյանքում, տառապանք է բերում այդ մարդու կյանքում, տանջանքից բացի ոչ մի բան չկա, բայց որ խոսում են օրհնում եմ։ Հարազատներս հավատալ դա չի նշանակում ամեն ինչ ունենալ։ Նորից ասեմ, հավատալ դա չի նշանակում, որ ամեն ինչ ունենալ։ Որտև երբ որ Աստված խոսեց Աբրահամի հետ եւ Աբրահամ հավատաց, ինքը ոչինչ չուներ։ Ինքը ոչինչ չգիտեր։ Եբրացիս 11-րդ գլխի 8-9-րդ խոսքում էսպես ասում. հավատքով Աբրահամը երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ դուրս գալու այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր, եւ դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր է գնում, հավատքով պանդուխտ եղավ Ավետիքի երկրում, իբր օտարությունում, խորաններում բնակվելով Իսահակի եւ Հակոբի հետ, եւ նույն խոսմունքի ժառանգակիցներ էին։ Աստված խոսեց Աբրահամի հետ, եւ Աբրահամը հնազանդվեց, եւ գնաց հարազատներս, եւ այդ հնազանդությունը բերեց օրհնություն իր կյանքի մեջ, որտեվ հավատքը, հավատարմությունն ու հնազանդությունը օրհնություն են բերում մարդու կյանքի մեջ, ապստամբությունը ընդհակառակ անեծք է բերում, ու մենք Աստվածաշնչում տեսնում ենք այն ժամանակ, երբ որ մարդիկ ապստամբել են, կռիվ են արել, ոչ մի լավ բանի չեն ասել, դուրս եկան Մովսեսի դեմ ապստամբեցին, ասեցին, Աստված մեր հետ էլ է խոսում, ինչի պիտի մնաք Մովսեսը ստեղ գլխավոր ելնի, ես էլ եմ ստեղ գլխավոր։ Ընտանիքով ցեղերով դժոխք գնացին հարազատներս։ Նույնիսկ հարազատ քուրը դուրս եկավ ասեց, Աստված իմ հետ էլ է խոսում։ Բորոտը միանգամից զարկեց։ Անեծք եկավ այդ մարդկանց կյանքի մեջ։ Եվ այստեղ ասում է, որ հավատքով Աբրահամը հնազանդվեց եւ դուրս եկավ, ինքը ոչ մի բան չգիտեր։ Հարազատներս, մենք այսօր ուղղակի ծննդոց գիրքը ունենք, մենք կարդում ենք, ասում ենք սեղ գնաց, այնտեղ գնաց։ Իսկ երբ որ Աբրահամը Աստծո ձայնը լսեց, ինքը ոչ մի բան չգիտեր։ Ուր է գնում, ինչ անում։ Ինքը ուղղակի հավատաց եւ հնազանդվեց այդ խոսքին։ Այսօրվա մարդկանց պրոբլեմների 90%-ը նրանում է, որ նրանք չեն լսում։ Ասում ես, այ մարդ սենց արա,
Այս սենց անես օրնված կլնես, այսպես անես ճիշտ կլինի։ Աստծո օրնությունը կգա քո կյանքի մեջ։ Խնդիրը դրանում է, չէ, ես ուզում եմ իմ խելքով անեմ։ Ես ուզում եմ ինպես անեմ։ Դե արա։ Ինչ ասեմ, արա, Աստված ասում է, արա։ Այտենց խիզախ տղա ես, արա։ Ու հետո բողոքում ենք։ Վայ ինչի սենց չկա, վայ ինչի սենց եղավ, վայ ինչի էսի կորցրեցի, վայ ինչի ինդ եղավ, որտեվ ամենադժվարին պահին էլ դու կարող ես օրնված լինել։ Հովսեփը 13 տարի բանտարկված էր ստրկության մեջ։ Էդի շատ ահավոր է հարազատներս, ստրուկ ես քիչ չի, դու ստրուկի կարգավիճակում բանտում ես, вообще ոչ մի բան չունես։ Չես կարա բերանդ բացես, մի բան խոսաս։ Բայց գիտեք, այնտեղ մի հրաշալի խոսքեր կան, բայց Աստված նրա հետ էր։ Ինքը այդ բանտի մեջ լինելով օրնված էր։ Բանտարկված բանտի մեջ լինելով ինքը օրնված էր։ Եվ այդ օրնությունը երևում էր։ Եկավ ստրկության մեջ այդ իր ստրկատերի տունը սկսեց ծաղկել, եկավ բանտը սկսեց ծաղկել, որտև Աստված նրա հետ էր։ Նշանակություն չունի ինչ իրավիճակի մեջ ես։ Գլխավորը որ Աստվածը լինի քեզ հետ։ Այսօր մենք շատերս հարազատներս մենք պանդուխտ ազգ ենք։ Այստեղ Աբրահամն էլ ինքը պանդուխտ էր։ Ասում է, Ավատքով Աբրահամը երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ եւ դուրս գալու այնտեղ, որ ժառանգության համար ստանալու էր։ Եվ դուրս եկավ գնաց առանց գիտենալու թե ուր է գնում։ Հավատքով պանդուխտ եղավ։ Հավատքով պանդուխտ էր, բայց օրնված էր։ Հարազատներս ուզում եմ մի բան ասեմ ձեզ։ Հարուստ լինել եւ օրնված լինել դա տարբեր հասկացողություններ են։ Շատ հարուստ մարդիկ կան, որ օրնված չեն։ Շատերը հարազատներս, որոնք շատ փող ունեն, բայց դու ավելի հանգիստ ես քնում գիշերը։ Ու Աբրահամը դա հասկանում էր։ Աբրահամը սկզբում գնաց, հնազանդվեց եւ օրնությունը եկավ իր կյանքի մեջ։ Ծննդոց 12-րդ գլխի 1-2 խոսքը այսպես ասում. Եվ Աստված ասեց Աբրահամին. գնա քո երկրիցը եւ քո ազգականներիցը եւ քո հոր տանից այն երկրիցը, որ ես քեզ ցույց կտամ։ Կասես, ինչ Աստված է, ասում է տնից հայ, հորդ մորը թող գնա։ Պատկերացնում եք։ Չհասկացող ոչ հոգևոր մարդը կարա այդ հարց տա, այդ ինչ Աստված է, որ ասում է հորը թող, մորը թող դուրս արի։ Եվ ասում է, այդ հնազանդվելու հետևանքը կասում է, եւ ես քեզ մի մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրնեմ, եւ քո անունը մեծացնեմ, եւ դու օրհնյալ կլինես։ Ինչ է կարծում, եթե Աբրահամը չհնազանդվեր եւ դուրս չգար իր երկրից, դուրս չգար իր ազգականներից, դուրս չգար իր հոր տանից, ինքը օրնված կլիներ թե ոչ։ Ոչ, որովհետև ինքը չէր հնազանդվի Տիրոջ խոսքին։ Ինքը հնազանդվեց եւ այդ հնազանդությունը օրնություն բերեց իր կյանքի մեջ։ Եվ այդ օրնությունը ուղղակի բառեր չէին Աբրահամի կյանքում։ Նրանք այդ օրնությունը շոշափելի էր։ Այդ օրնությունը շոշափելի էր, մարդիկ տեսնում էին, որ այս մարդը պանդուխտ է, այս մարդը ուրիշ երկրից եկել է, ոչ տուն ունի, ոչ տեղ ունի, վրաների մեջ ապրում։ Ասում են խորանում ապրում էր Հիսահակի եւ Հակոբոսի հետ, որոնք ժառանգակից էին։
Բայց մարդիկ չհասկանալով տեսնում են, ասում են, նա հետաքրքիր բան է, այ մոտես, մի տարօրինակ է այս մարդը, իր հետ ինչ որ մեկը կա կարծես։ Եվ այդ հնազանդությունը բերեց նրան հարազատներս, որ Ծննդոց 24 գլխի առաջ խոսքում գրված է. եւ Աբրահամը ծերեր եւ օրեր անցկացրած եւ Տերը ամեն բանում օրհնել էր Աբրահամին։ Ամեն բանում պատկերացնում եք հարազատներս, որովհետեւ նորից ասեմ, խոնարհությունն ու հեզությունը դրանք բերում են օրհնությանը եւ այդ Աստծո օրհնությունը շոշափելի է։ Դրանք ուղղակի բառեր չեն։ Եթե դու մեկին ասում ես օրհնում եմ, թող այդ օրհնությունը շոշափելի լինի այդ մարդու կյանքում։ Եթե դու ինչ-որ մեկին ասում ես ես քեզ սիրում եմ, որտեվ սերը դա օրհնություն է, թող դա շոշափելի լինի։ Եթե դու ասում ես դու իմ ընկերն ես, դու իմ բարեկամն ես, թող դա շոշափելի լինի։ Ուղղակի դատարկ բառեր չլինեն։ Ինչպես Պողոս առաքյալը ասեց, եղբայրներ, եկեք սիրենք գործով, այլ ոչ թե խոսքով։ Որտև խոսքով մենք բոլորս ճարտար ենք։ Բայց գործը հասնում է գործին, գիտեք ինչպես շատերին ասում ես, սկսում ես ավետարանել, ասում են, մենք հավատում ենք Աստծուն։ Մի անգամ մենք հավատում ենք Հիսուսի ցավը տանեմ։ Բայց հարց ես տալի, պատվիրանները պահում ես, ու մի անգամից այդտեղ լռություն է գալի։ Անպայման է։ Որտև դու երբ որ ասում ես քո կնոջը ես քեզ սիրում եմ, ու այդ սերը շոշափելի չի, ումն է պետք է այդ սերը, չկա, այդ ուղղակի խոսքեր են։ Եթե դու Աստծուն ասում ես Աստված ջան, ես քեզի սիրում եմ, օրհնում եմ, որի համար մենք կանչված ենք կկարդանք, թող այդ օրհնությունն ու սերը շոշափելի լինի։ Որտև ինչպես մենք ենք ասում, Աստված ջան, քեզի օրհնում եմ, Աստված մեզի այտենց էլ օրհներ, մեր գործերը շատ վատ կլներ։ Որտև Աստծո սերը, Աստծո օրհնությունը շոշափելի է, նյութական է, ինքը միանգամից երևում է։ Չնայած դժվարություններին, չնայած նրան, որ դու դժվարություններ ես անցնում, կարող է հիվանդանաս, բայց դա օրհնություն է, որ դու այդ հիվանդության մեջ կարծես ես, Տեր քո վերքերով ես բժշկված եմ։ Հալելույա։ Եվ Աբրահամի ծառան տեսեք ինչ է ասում, նույն 24-րդ գլխի 34-րդ խոսքում Ծննդոց գրքի, եւ նա ասեց, ես Աբրահամի ծառան եմ, եւ Աստված շատ օրհնել է իմ տիրոջը, եւ նա մի մեծ մարդ է, եւ նրա հոտերն ու աճառներ, արծաթ եւ ոսկի, եւ ծառաներ եւ աղախիններ, եւ ուղտեր ու էշեր է տվել։ Ծառան այդպես ասես, ես Աբրահամի ծառան եմ, ու ես ծառա լինելով տեսնում եմ, որ Աբրահամի հնազանդությունը, Աբրահամի ամենօրյա Աստծո հետ քայլելը, այդ օրհնությունը շոշափելի է իր կյանքում։ Աստված է տվել, ինքը չի ասում Աբրահամն է ստեղ աշխատել։ Ինքը խելքով է եղել, սենց արել, լրիվ ստացել է։ Կոնկրետ ասում է, եւ արծաթը, եւ հոտերը, եւ աճառները, եւ ոսկին, եւ ծառաները, աղախինները, էշերը Աստվածա տվե։ Ինչպես ասված գիշեր եկավ Սողոմոնին, ասեց Սողոմոն, ինչ ես ուզում, ասա ես քեզ կուտամ։ Ասեց իմաստություն եմ ուզում, քո իմաստությունն եմ ուզում, Տեր, որտեվ իմաստությունն է պետք է ժողովրդին տանելը։ Քեզ եմ ուզում, դու ես իմ իմաստությունը։ Առակաց գրքի 8-րդ գլուխը այդպես ասում է, ես եմ իմաստությունը։ Ու Աստված ինքը հասկանում էր, այդ համար էլ ինքը առակաց գրքում գրել է, ասում է, ես եմ իմաստությունը եւ կանգնած գոչում եմ բոլորին, ասում եմ, եկեք ինձանից սովորեք։ Եվ Աստված ասեց, քանզի դու խնդրեցիր ոչ թե ոսկի, ոչ թե արծաթ, ոչ թե հարստություն,
այլ դու խնդրեցիր իմաստություն, դու ինձ խնդրեցիր, դա էլ կլինի քեզի։ Աստծո օրհնությունը շոշափելի դարձավ Սողոմոնի կյանքում։ Աստծո օրհնությունը շոշափելի դարձավ Իսահակի, Հակոբոսի կյանքում։ Երբ որ եկավ եւ իր հայր Իսահակը օրհնեց Հակոբոսին, այդ օրհնությունը շոշափելի դարձավ Հակոբոսի կյանքում։ Աբրահամը Աստծո օրհնությունները պահողը չէր, այլ բաշխողն էր։ Ինքը ժլատություն չէր, ինքը Աստծոց օրհնությունը ստանում էր եւ այդ օրհնությունը բաշխում էր։ Իրեն հետ շրջապատող մարդիկ իր հետ օրհնվում էին։ Նույն իր աղբոր տղեն Ղովտը, քանի Աբրահամի հետ էր, օրհնվեց, շատացան, հոտերը լցվեցին, հենց բաժանվեց, մի գլուխ է անցնում։ Մեկ էլ ասում են Ղովտը նստած է Սոդոմ ու Գոմորայի դարպասների մոտ, ոչ հոտեր կան, ոչ բան կա։ Երեխեքը անառակության մեջ, այդ անառակ երկրում, ինքը մնաք նստած, դարդոտած։ Որտև Ղովտը մի շատ կարևոր բան չէր հասկացել, որ Աբրահամը գիտեր, որ իր կյանքի ամենագլխավոր օրհնությունը Աստվածն է։ Այդ համար ինքը հանգիստ կանգնեց, երբ որ ասեց, ես ուզում եմ քեզանից բաժանվեմ, Ղովտը, հարց չկա։ Ձախ գնաս, աջ կգնամ, աջ գնաս, ձախ կգնամ։ Ու ասում է ինքը նայեց, տեսավ, ասում է այդ Սոդոմայի ծաղկած երկիրը, ասեց ընդ եմ գնում։ Հարց չկա, ես գնացի անապատ։ Պտտվեց ու գնաց անապատի ուղղությամբ։ Որտև ինքը գիտեր անապատ էլ գա, Աստված եթե իր հետ լինի, ինքը այնտեղ օրհնված կլինի։ Գնամ Ամերիկա, որ այնտեղ լրիվ լավ լինի, Ռուսաստան չմնա, այդ համ Ամերիկա։ Աստծուն հարցրել ես, Աստված ջան, դու իմ հետ կգաս Ամերիկա։ Գիտեք ինչպես Հակոբոսն ասում, ասում եք, վաղը կգնամ այնտեղ, ես ինչ գործը կանեմ, ես ինչ կծախենք բերեմ։ Ասում եմ, տենց մի ասեք, ասեք Տեր ջան, դու կամենում ես, Տեր ջան, դու ցանկանում ես, որտև ամենագլխավորը, որ Աստված քեզ հետ լինի այնտեղ։ Դա է կարևոր։ Այդ համար Պողոս առաքյալը հանգիստ կանգնում է իր թղթերի մեջ, ասում է, ցավոք սրտի, եկեղեցին է գրում, ցավոք սրտի ոչ բոլորն են ցանկանում ինչ որ Քրիստոսինն է։ Իսկ մենք պիտի լինենք այն մարդը, որ մենք ցանկանանք առաջինը Հիսուս Քրիստոսին, ինչպես Հակոբոսը, ինչպես Աբրահամը, ինչպես Իսահակը, ինչպես Հովսեփը, իրանք առաջինը նախընտրում էին Աստծուն, հասկանալով, որ Աստված եթե ունեն, իրանք օրհնված են։ Նույնիսկ ոչինչ չունենան, նույնիսկ իրանք կյանքը կորցնեն, իրանք օրհնված են։ Մեր Գրիգոր Նարեկացին նույնպես է ասում։ Ասեց ինձ դրախտ պետք չի, ինձ դրախտ տանողն է պետք, ինձ օրհնություն պետք չի, ինձ օրհնողն է պետք։ Ինչի՞ սա պետք դրախտը, եթե Հիսուսը այնտեղ չի։ Ինչի՞ սա պետք այդ օրհնությունը, եթե այնտեղ Հիսուսը չկա։ Այդ համար Աբրահամը ինքը Աստծո օրհնությունը պահողը չէր, գիտեք, պահում էր, ճահճակալեցնում էր, ինքը բաշխող էր, ու ինքը շատ լավ էր հասկանում, որ Աբրահամի գլխավոր օրհնությունը ինքն էր, Աստվածը, և այն, ինչ որ ինքը Աստծոց ստանում էր։ Ուզում եմ մի վարքյան, որ դուք պատկերացնեք հարազատներս։ Ներողություն։ Հիմա մենք սեղ բոլորս նստած ենք, Աստծո խոսք ենք լսում։ Հիմա մեկը դուռը բացի ու ասի, գիտեք, այնտեղ
մի կամաց ոսկի եմ բերե։ Մի ժամվա մեջ ով որ հասցնի, ինչքան վերցնի, ձերնա։ Այդտեղ մենք կանգնում ենք ընտրության մեջ։ Ինչն է մեզ համար ավելի գլխավոր։ Աստծո խոսքը մի լսեմ, որտեղ մինչև Արամը վերջացնի, կամազը կեթա։ Թե այդ ոսկին։ Հա դե Աստված ոչ մի տեղ չի փախնի, եթե մի քիչ ոսկի հավաքեմ, բերեմ, պարտքերից սպրծնեմ։ Աբրահամը հասկանում էր, որ Աստված է գլխավոր իր կյանքում։ Դեմն ինչպես մենք կվարվեինք։ Աբրահամը նախընտրում էր Աստծուն։ Աբրահամը տեսնելով Սոդոմի հարստությունը, բայց քանի որ ինքը հոգևոր էր նայում այդ ամեն ինչին, Ղովտը մարմնապես էր նայում, այդ այնտեղ լավ քարստամ, այդ համնդե։ Այդ տղա ջան, բայց որ դու ընդ գնաս, Աստված քեզ հետ չի գա այնտեղ։ Այդ անառակ տեղը Աստված չի գա քո հետ։ Իսկ Աբրահամը ասեց, ավելի լավ է նստեմ, այդ ոսկին չստանամ, Աստված ջան, քո ընկերը ելնեմ ու քո ձայնը լսեմ։ Եվ այդ համար արդեն մենք կարդում ենք, որ ծեր էր, նստած էր եւ Աստված ամեն ինչում իրան օրհնել էր։ Ամեն ինչը իր ժամանակին եկավ հասավ Աբրահամին։ Եվ այսօր մենք Աբրահամի որդիները լինելով մենք կարող ենք օրհնվել իրա ու շարունակում ենք օրհնվել իրանով, եթե հավատանք։ Աբրահամը հասկացավ, որ գլխավոր իր կյանքում եւ օրհնությունը, գլխավոր օրհնությունը իր կյանքում դա Աստվածն է, եւ ինքը ամեն ինչ արեց, որ իր հետագա ժառանգներին այդ միտքը կարողանա ժառանգություն թողնի, որ իրանից հետո եւ Հիսահակը, եւ Հակոբոսը նրանք էլ այդ մտքով զինված ապրեն։ Ու իրանք այդպես էլ արեցին։ Նրանք շատ լավ էին հասկանում, որ հարուստ լինել եւ օրհնված լինել դա տարբեր հասկացողություններ են։ Աբրահամի համար հավատքը, հավատարմությունը, հավատացյալ լինելը ավելի մեծ օրհնություն էր, քան մնացածը։ Որտեղ մնացածը դրանք հետևանք էին այդ հավատարմության, որ ինքը հավատարիմ Աստծո հետևից գնում էր։ Գաղաթացիս 3-րդ գլխի 9-րդ խոսքում այսպես է ասում. Ուրեմն նրանք, որ հավատքից են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Հալելույա։ Նրանք, որ հավատքից են, ընտրի հավատքը, ընտրի հավատարմությունը, ընտրիր հավատացյալ լինելը, որ Աբրահամի հետ օրհնվես։ Ու այսօր մենք կկարդանք ինչն էր Աբրահամի գլխավոր օրհնությունը։ Այդ իր աճառները, էշերը, ինչն էր նրա ամենագլխավոր օրհնությունը։ Ուրեմն նրանք, որ հավատքից են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Եվ շարունակելով 13-14-րդ խոսքում այսպես ասում. Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքիցը, մեզ համար անեծք լինելով, վասնզի գրված է անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, որ Աբրահամի օրհնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով։ Այստեղ կետ չի, ստորակետը։ Եթե մենք էլ այդպես զինվենք հարազատներս ու հասկանանք Աբրահամը հարազատներս ինքը ոչ միայն Աստծո օրհնություն էր ընդունում եւ ասում էր ես ձեզ օրհնում եմ, ինքը տեսավ որ Աստծոց եկած օրհնությունը շոշափելի է ու ինքը երբ որ օրհնություն թողեց իր հետնորդներին, այդ օրհնությունն էլ շոշափելի էր իրենց կյանքում։
Այդ համար, երբ որ Հակոբոսը ծեր էր եւ անկողնում պարկած մահամերձ էր, ու ինքը հասկանում էր, հեսա հոգից պիտի տամ, ինքը կանչեց իր 12 տղեկին ու բոլորին օրնեց, անուն ամեն մեկին իր օրնությունը տվեց, ու այդ օրնությունը ինչ որ ինքը ասեց, շոշափելի դարձավ իրանց կյանքում, մարգարեական։ Այդ համար հարազատներս մենք պետք է զինվենք այն մտքով, որ մենք ոչ միայն առաջնակա ամեն ինչ պիտի անենք, որ ոչ միայն ֆիզիկապես օրնություն թողենք, տուն, փող, այլ հոգևոր ժառանգություն թողենք, որ էդի շոշափելի լինի երեխու կյանքում։ Որտեվ եթե դու քո երեխուն սովորեցնում ես եկեղեցի գալ, դու շոշափելի ես սարքում օրնություն իրեն կյանքում։ Որովհետև ինքը ժառանգակից կդառնա։ Աբրահամի օրնությունը կգա իր վրա։ Եվ դեմր Քրիստոս Հիսուսը եկավ, որ իրականանա մեր կյանքում էլ հավատքով, դա հեթանոսների վրա էլ այդ օրնությունը գա։ Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով, ասում է վասնզի գրված է անիծյալ լինի ամեն փայտից կախվածը, որ Աբրահամի օրնությունը հեթանոսների մեջ լինի Քրիստոս Հիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոսմունքը ընդունենք հավատքով։ Աբրահամի գլխավոր օրնությունը Սուրբ Հոգին էր։ Աբրահամը դա հասկանում էր, Աստված ջան, դու ես իմ գլխավոր օրնությունը։ Այդ փողերը չի, այս տունը չի, տեղը չի։ Ու մենք հարազատներս դա հասկանալով, տեսնում եք իր օրնությունը ինչքան շոշափելի է, այսօր դու Սուրբ Հոգու տաճարն ես։ Այդ Աստծո օրնության եւ Աբրահամի օրնությունը քո կյանքում շոշափելի է։ Դու Սուրբ Հոգու տաճար ես դարձել։ Հավատքով Սուրբ Հոգին եկել է, բնակվել է քո սրտի մեջ։ Աբրահամի ամենագլխավոր օրնությունը Սուրբ Հոգին էր, որ ինքը կարողանում էր Աստծո հետ հաղորդություն ունենա, շփվի, խոսի, ընկերություն անի։ Որ երբ որ Աբրահամը ծառի տակ նստած էր, Աստված եկավ ու սկսեց իր հետ խոսել, ասեց ինչ որ մի բան կա, որ թաքուն պահեմ իմ ընկեր Աբրահամից, իմ բարեկամ Աբրահամից, բնագրում բարեկամ, իմ բարեկամ Աբրահամից։ Լրիվ կպատմեմ քեզ, Աբրահամ ջան, գնում եմ այդ անառակ երկիրը քանդեմ։ Եվ ինքը հասկանալով Աստծո օրնությունը, ինքը միանգամից բարեխոս դարձավ այդ ազգի համար։ Որտև Աստծուց ընդունած օրնված մարդը ինքը չի կարա այդ իր մեջ պահ, ինքը ուզում է կիսվի, ինչպես Աստված ինքը օրնված է։ Բայց ինքը չուզեց, հա դե ոչ մեկին սարքեմ, ես իմ օրնությունով նստեմ։ Աստված կամեցավ կիսվի մարդու հետ այդ օրնություններով։ Եվ առաջի վարքյանից առաջի խոսքը, որ իր կյանքում ինքը լսեց, օրնում եմ քեզ։ Ու այդ օրնությունը միջև այսօրս շոշափելի է։ Նայում ես քո երեխեքին ու դու հասկանում ես Աստծո օրնությունը աշխատում է։ Աստված Աբրահամին օրնելով օրնեց նաև կնոջը։ Ծննդոց գլխի 17-ի 16-ում էսպես ասում. Եվ նրան կորնեմ նաև, նրանից, Աբրահամին ասում է իր կնոջ համար, և նրան կորնեմ նաև նրանից մի որդի կտամ քեզ, և կորնեմ նրան, և նա ազգեր կլինի, ժողովուրդների թագավորներ կլինեն նրանից։ Գիտեք, նեշի Աստված ասում է, հա, մարդուն, ես քեզ կորնեմ, կնիկն էլ ոնց ուզում է թող ապրի։ Ինքը երկրորդ սորտ է։ Ոչ։ Աստված ստեղծեց և ամուսնուն, և կնոջը,
Եվ երբ որ ինքը օրնում է ընտանիքը, ինքը ուզում է, որ ամբողջ ընտանիքը օրնված լինի։ Այդ համար էլ ասում է, եթե դու հավատքի ես եկել, Պողոսն ասում է հավատացյալ քույրը, ասում է օրնում է ոչ հավատացյալ ամուսնուն։ Ուղղակի քո ներկայությունը իր կյանքում օրնություն է բերում։ Այդ համար հարազատներս ամուսինը պետք է օրնություն լինի կնոջ կյանքում, կինը պիտի օրնություն լինի ամուսնու կյանքում։ Գիտեք ինչպես մի հատ այսպիսի պատմություն կա, կինը ասում է, այս 30 տարի իրար հետ ապրում ենք, մի օր չասեցիր ես քեզ սիրում եմ։ Ասում է, ինչ է, չես սիրում։ Ասում է, երբ որ մենք ամուսնացել ենք 30 տարի առաջ, ԶԱԳՍ-ում ասել եմ ես քեզ սիրում եմ։ Եթե ինչ որ մի բան փոխվեր, առաջինը դու կլսեիր։ Բայց դա օրնություն չի, հարազատներս։ Որտեվ սերը խոսել գիտի, սերը շոշափելի է, սերը ուղղակի բառեր չեն։ Ոչինչ կնիկ ջան, դիմացի, ես քեզ սիրում եմ, բայց ման եմ գալ է։ Ոչինչ, Ասված ջան, ես քեզ սիրում եմ, շատ եմ սիրում, Հիսուս ջան։ Բայց ես մեղքերի մեջ եմ։ Աշկս էլ չեմ թարթում, գնում եմ մեղք եմ գործում։ Հետո էլ կանգնում ասում ենք, Ասված ջան, օրհնի ինձի։ Ինչպես դու ինձ սիրում ես, ես էլ քեզ օրհնում եմ։ Մի հատ եղբայր կար, ասում էր, ինչի ասում է, հավատում եմ, եկեղեցի եմ գալի, ասում է, Աստված ինձ չի օրհնում։ Ասես 2 ամսվա մեջ քանի անգամ ես եկել եկեղեցի։ Ասում եմ, մի անգամ, թե 2 անգամ։ Ասում եմ, դե պատկերացրու, որ դու քո գործի գնաս, այդպես 2 ամսվա մեջ 2 օր է գնաս գործի։ Շատ փող կաշխատես։ Բա չէ։ Բա ասում եմ, ինչ ես 2 անգամ եկել ես ու հիմի ներկայացնում ես, որ քեզ չգիտեմ, Աստված ինչ պիտի անի։ Ինչ ես արել, որ օրհնությունը թափվի քեզ վրա։ Աստված օրհնում է արդարին, պորտաբույծներին չի օրհնում։ Ցավոք սրտի մենք շատ ժամանակ հարազատներս ֆիզիկապես շատ աշխատասեր ենք, բայց հոգևորում պորտաբույծ ենք։ Դիվանագետ ենք, նստենք դիվան քշենք։ Ալարում ենք, հելնենք տեղներիցս մի հատ աղոտ կանենք, ալարում ենք, հելնենք մի հատ տնային խմբակ, ալարում ենք, այստեղ գնանք։ Հետո ասում ենք, Աստված չէ, որն է։ Մի հատ եղբայր կար, ասում են, չի Աստված չի օրհնում ինձ։ Ասում եմ, այ մարդ, քեզ օրհնելու համար քեզի բռնել ալա պետք։ Առավոտից իրիկուն 3 հատ հեռախոսով վազում ես։ Քեզի օրնելու համար քեզի պիտի Աստված բռնցնի միտեղ։ Քեզի բռնել չի ելնում։ Ասում եմ, այլ Աստված բան ու գործ չունի, ընկնի քո հետևից քեզի բռնի, որ քեզի օրնի։ Բռնոցի ես խաղում Աստծո հետ։ Քո հետևից չեն կարող հասնենք։ Այդ համար մենք ոչ հետ պիտի կանգնենք հարազատներս, ոչ էլ առաջ պիտի վազենք։ Աստծուց։ Եբրացիների 11-րդ գլխի 11-րդ խոսքում ասում է հավատքով Սարան ինքն էլ, տեսեք, ոչ միայն Աբրահամը, ասում է Սարան էլ ինքն էլ սերմ առնելու զորություն ընդունեց եւ տարաժամ հասակի մեջ որդի ծնեց, որովհետեւ հավատարիմ համարեց խոստացողին։ Միայն Աբրահամի այդ Իսահակը Աբրահամի հավատքի պտուղը չէր, այլ նաև Սարայի հավատքի պտուղն էր։
Այո, մենք ասում ենք ինքը ծիծաղեց, այո, մենք ասում ենք ստեղ չհավատաց, այո, ստեղ է այսպես, բայց ինքը հասկանում էր, որ այդ ամենակարողը հավատարիմ է, ես հավատարիմ եմ իրան։ Գլխավորը Տեր քեզի ունեմ, աշխարհի բժիշկները ինչ ուզում ասեն։ Բժիշկները նայում էին, ասում են, «Շո, արդեն ավազա թափում է վրիցից կնգա»։ Որտեվ խոսքն ասում է, արգանդը մեռած էր Սարայի։ Շո, ինքը կյանքում ոչ մի բան չի կարա ունենա։ Գիտեք, եթե Աստվածաշունչն ասում անհնարին էր, այդ նշանակում է անհնարին էր։ Ասում է իրանք մեռած են այդ գործի համար։ Բայց Սարան թեկուզ չէր հասկանում ոնց կլինի, որտեվ ինչպես սկզբում ասեցի, հավատք չի նշանակում ամեն ինչ ունենաս։ Բայց հավատքը բերում է Աստծո օրհնություններին, հավատարմությունը։ Այդ համար հավատքով Սարան ինքն էլ սերմ առնելու զորություն ընդունեց եւ տարաժան հասակի մեջ 89 տարեկանում հղիացավ։ 90 տարեկանում որդի ծնեց։ Հալելույա։ Այդ երեխան օրհնություն էր իր կյանքում։ Գիտեք, Սարան հարստության եւ փողերի մեջ երջանիկ չէր, որտեղ որդի չկար։ Փող ուներ, ամեն ինչ ուներ, բայց երջանիկ չէր, որդի չկար։ Երեխա չկար։ Եվ ինքը օրհնված էր նրանով միայն, որ Աստված ուներ, ու այդ Աստվածը, որ ինքը այդ օրհնության աղբյուրն էր, շոշափելի դարձավ այդ օրհնությունը իր կյանքում։ Այդ օրհնությունը մարմին դարձավ իր կյանքում։ Ինքը կարողացավ հավատքով այդ օրհնությունը վերցնի։ Ոնց որ այն կինը եկավ ու ասեց. շանը ոչ մի բան չեմ տա։ Շանից չեմ, երեխեքից չեմ վերցնի շանը գցեմ։ Ասեց ոչինչ, իմ շամփայը տուր։ Ես հասկանում եմ, որ դու օրհնության աղբյուրն ես։ Տուր, ես էլ օրհնվեմ։ Իմ աղջիկը առողջ լինի, իմ երեխեն առողջ լինի, Տեր ջան։ Իմ շամփայը տուր։ Որովհետև, գիտեք, այս որովհետև այնքան հրաշալի ասում է, որովհետև հավատարիմ համարեց խոստացողին։ Աստծո խոսքը մարմին դարձավ իրենց կյանքում։ Նրանք հավատքով արդարության մեջ լինելով օրհնվեցին։ Որտև Սաղմոս 5-րդ գլխի 12-րդ խոսքը այսպես է ասում, հարազատներս, որտև դու օրհնում ես արդարին։ Դավիթն ասում է, դու օրհնում ես արդարին։ Ինքը ասում է, ով է մարդը։ Աստված ջան, ես ով էի։ Չոբան էի ոչխարների հետ նստած։ Ընձի վերցրեցիր, այս աշխարհի իշխանների հետ նստեցիր։ Իրանց գլխին դրեցիր, որ ես իշխեմ իրանց գլխին։ Դավիթի ամենագլխավոր օրհնությունը Աստվածն էր, որ ինքը Աստծո մեջ արդարությունով գնում էր, ինչպես Աբրահամը հավատքով արդարություն ստացավ, ու այդ արդարության մեջ ապրում էր։ Ու անհնարին է արդեն, որ այդ օրհնությունը չգա քո կյանքում։ Որովհետև դու օրհնում ես արդարին, ով Տեր, դու հաճությունով պատում ես նրան, ինչպես վահանով։ Փառք Հիսուսի։ Ու դու նայում ես Հովսեփի կյանքին, բանտի մեջ, ու դու տեսնում ես, որ իսկապես Աստված օրհնում էր Հովսեփին բանտում։ Ու վահան էր Հովսեփի համար։ Մի մազ էլ իր գլխից չընկավ։ Աստված օրհնությունը հասավ իրան, ինքը մտավ իր կոչման մեջ։ Այդ Եգիպտոսի հարստությունը չէր իր օրհնությունը, հարազատներս։ Հովսեփի գլխավոր օրհնությունը, որ ինքը մտավ իր կոչման մեջ։ Այն երազները, որ տենում էր, այն խոսմունքները, որ ինքը Աստծուց ստացել էր,
ինքը մտավ այդ իր կոչման մեջ ու երջանիկ դարձավ, էտիկ էր իր գլխավոր օրհնությունը։ Այդ համար ինքը ասեց՝ մի վախեցեք, եղբայրներ ջան, եթե դուք չանեիք, ես իմ կոչման մեջ չէի մտնի։ Ես օրհնված եմ, տեսեք, կին ունեմ, երեխեք ունեմ հրաշալի։ Ու ես պատճառ դարձա օրհնություն լինեմ ձեզ համար, որ դուք սովից չմեռնեք։ Աստված ինձ օրհնեց, ես էլ օրհնության աղբյուր եմ հիմի ձեզ համար, որ դուք օրհնվեք։ Ու այդ օրհնությունը այնքան շոշափել, այնքան մեծ էր, որ իրանք 300 տարվա մեջ այնքան շատացան, եկան 70 հոգի, դուրս եկան Եգիպտոսից արդեն 3 միլիոն մարդ։ Որովհետև իմաստուն Սողոմոն այսպես է ասում 10-րդ գլխի 22-րդ խոսքում, շուտով կվերջացնենք։ Տիրոջ օրհնությունը հարստացնում է և չարչարվելի է, մի բան չի ավելացնում նրա վրա, չարչարանք չի բերում Տիրոջ օրհնությունը։ Ասում է Տիրոջ օրհնությունը հարստացնում է։ Առաջինը հարստացնում է քեզ Աստծով։ Առաջինը հարստացնում է քեզ հոգով, Սուրբ Հոգով։ Մնացած արդեն հետևանք են։ Առաջինը, որ դու հարստանաս Հիսուս Քրիստոսով, որտև քո անեծքները ինքն է վերցրել քո վրա, որ Աբրահամի օրհնությունը քեզ վրա գա։ Այսօրվա իմ պատգամը նրանում է հարազատս, որ օրհնություն բառը քո կյանքում ուղղակի դատարկ խոսք չլինի, այլ շոշափելի լինի, երբ որ դու դա ասում ես, որ երբ որ դու ասում ես օրհնում եմ, թող այդ օրհնությունը շոշափելի լինի։ Ինքդ օրհնություն դառնաս այդ մարդկանց կյանքում։ Այլ ընդհակառակը խնդիր չբերես այդ մարդկանց կյանքում։ Դրա համար դու էլ եղիր այդպես օրհնող, այլ ոչ թե, եւ այստեղ առաջինը եղիր Աստծուն օրհնող։ Բայց ո՞նց օրհնեմ Աստծուն։ Գիտես, որ դու այսօր ամեն ինչ թողել ես, եկել ես, դու Աստծուն ես օրհնում։ Դու Աստծուն ցույց ես տալի այդ շոշափելի է, դու այստեղ կենթանի ես։ Գիտես, կան մարդիկ ասում են, մենք հոգով ձեր հետ ենք։ Ասում եմ, ինչ կլինի, մեկ էլ մարմնով ելնես, էլի։ Պատկերացրեք ամուսինը կնոջ ասի, ես սրտով քո հետ եմ, բայց ես ուրիշի հետ եմ ապրում։ Սրտով քո հետ եմ, հա լավ ես սրտով, մարմնով եղ իմ հետ։ Տմար Սաղմոս 100-ը 4-5 խոսքը այսպես ասում. մտեք նրա դռները գոհությունով, նրա սրանները փառաբանությունով, գոհացեք նրանից եւ օրհնեցեք նրա անունը։ Երբ որ մենք գոհանում ենք Աստծուց, երբ որ մենք փառաբանում ենք Աստծուն, հարազատներս, երբ որ մենք զոհերը, ընծաները բերում ենք, մենք օրհնում ենք Աստծուն։ Ինչ ասում կարելի է օրհնել, կարելի է։ Աստված ասում է օրհնեցեք Աստծո անունը։ Երբ որ դու ինչ-որ մի բան անում ես, Աստծո անունը փառավորվում է, դու դրանով օրհնում ես Աստծուն։ Երբ որ դու քո տասանորդը բերում ես, դու օրհնում ես, դու հասկանում ես, Աստված ջան, դու ինձ օրհնել ես։ Ես ուզում եմ կիսվեմ, Տեր ջան, որ դու օրհնվես, իմ հետ միասին իմ քուր եղբայրները օրհնվեն, որոնց ես սիրում եմ։ Ես ուզում եմ, քանի որ ես իրանց սիրում եմ, ես ուզում եմ այդ սերը շոշափելի լինի իրանց կյանքում։ Որ իրանք եկեղեցի գան, իրանք էլ օրհնվեն իմ հետ։ Որ բացի ինձանից ուրիշ մարդիկ էլ այդ գումարով փրկվեն, գան ու իրանք էլ օրհնված լինեն։ Քեզի գտնեն եւ օրհնվեն, Տեր ջան։
Ասում է, որովհետև Տերը բարի է եւ նրա ողորմությունը հավիտյան եւ նրա ճշմարտությունը ազգից միջև ազգ։ Հալելույա։ Էդ օրնությունը հարազատնես, որ Աստծո ողորմությունը քեզ վրա է։ Որ Աստծո ճշմարտությունը քեզ հետ է։ Դու այսօր ճշմարտությունը գիտես։ Փիլիսոփայության, աստղագուշակության, ես ինչ զարուզիբիլի մեջ ես։ Կախարդության, այդ դրանց մեջ ես։ Երկրորդը օրհնիր մարդկանց։ Եվ ամենագլխավորը Աստված առաքյալների շուրթերով ասում է, որ դու դրա համար կանչված ես։ Քո ոչ մեկին չասեք, էլի խնդրում եմ։ Էդի քո ամենաառաջի կոչումն է։ Դու կանչված ես։ Աստված քեզի կանչել է, փրկել է, որ դու գնաս օրհնություն դառնաս ուրիշ մեկի համար։ Չասես, ես փրկվել եմ, ինչպես Եզեկիա արքան։ Մարգարեն եկավ, ասեց. Քեզ 17 տարի կյանք եմ տալի, բայց քեզանից հետո քո տղեն ստրկության կգնա, ու այլևս չի վերադառնա Երուսաղեմ։ Գիտեք ինչ ասեց։ Գլխավորը ես օրհնվածելն եմ։ Ինձ հետո թե տղուն ինչ այլնելու, ինքը մտածի։ Ցավոք սրտի, ինքը չընկավ ծնկի եւ բարեխոսեր Աբրահամի մեզ։ Աստված, որ ինձ օրհնում ես, իմ հետ, իմ երեխեքին, իմ սերունդը օրհնի։ Տեր, ես ուրեմն համաձայն չեմ։ Գիտեք ինչպես Մովսեսը, երբ որ Աստված ասեց. Մովսես, այս կոմարի ես իմ դրանց վարի եմ տալու, սպանելու եմ։ Մովսես ասեց. չէ, Տեր ջան, դու բարի ես, օրհնված, ինչ կասեն մարդիկ, ինձ էլ ուր եմ սպանի։ Եթե ինձ օրհնում ես, իմ հետ իմ ազգն էլ օրհնի։ Այդ է սիրտը, հարազատս։ Առաջի Պետրոսի 3 գլուխ 9-10 խոսք։ Ասում է չարի փոխարեն չար չհատուցանես, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը ժառանգեք։ Աստված ձեզի կանչել է, որ դուք օրհնությունը ժառանգեք եւ օրհնություն դառնաք մյուսների համար։ Որ բամբասկոտությունը փոխվի բարեխոսությանը, որ չարանելը փոխվի բարիին։ Չլինի ես քեզ սիրում եմ, բայց հետևիցդ բամբասում եմ։ Եկեղեցում տեսնես, օրհնում եմ քեզ, քուր ինչ լավն ես, պատտվում են ու գնում ես, ես ինչ ահակ է, ես դրա վիճակը, ես ինչա, ու սկսում ես բամբասել։ Հարազատներս, Աստված ասում է, դրան չես կանչված, որ դնես, ոսկորները լվաս, նղնղցնես, դնես։ Այդ դրան չես կանչված, կանչված ես, որ օրհնես։ Գիտես ինչպես է, օրհնես ոնց է, ինչի համար ես դու կանչված, երբ որ դու նստած ես ու տեսնում ես, որ քո քրոջ կոշիկները ճմրթած է, պոկած է, գնաս, առնես, բերես, քուր ջան, օրհնված եղիր։ Որ դու տեսնում ես, ինչպես ասում է, տեսնում ես սոված է, քո եղբայրը սոված ասում է, գնաս 2 կտոր առնես, տաս, ախպեր ջան քնի, այսօր գիշերը սոված մի քնի, կուշտ քնի, խնդրում եմ քեզ։ Քեզանից ոչ մեկ ոսկի սարեր չի խնդրում։ Այլ միայն ասում են դու կանչված ես, օրհնես, օրհնություն դառնաս ինչ որ մեկի համար, որ օրհնությունը միայն բառեր չլինի քո կյանքում։ Այդ օրհնությունը, երբ որ դու ասում ես ես քեզ օրհնում եմ, շոշափել է լինի։ Գիտեք ինչպես Հիսուսն ասեց, ասում է, եթե գիշերը եղբայրդ գա թակի, ասի
խնդրում եմ, սոված եմ, 2 հատ հաց տուր ուտեմ։ Ու ասում ես, մենք արդեն անկողնում պարկած ենք։ Վաղ էլի արի։ Արդեն կնգաս հետ պարկած եմ, երեխեքս քնած են, առավոտյան կուգաս։ Գիտեք, Աստված ասեց, եթե դու վեր չգնաս ու չգնաս եւ չօրնես քո եղբորը, ասում եմ, քեզանից քանի անգամ ավել կվերցվի։ Աստված հաշվի կկանգնի քեզ հետ։ Աստված նույնիսկ մեզ կանչել է, որպեսզի մեր թշնամիներին օրհնենք, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեր ատողներին։ Այ Աստված ջան, ինչ բարի արեք, ուզում եմ սպանեմ։ Հրացան տվեք կարակեմ հանգստանամ, բայց ասում եմ բարի արեք։ Օրհնություն եղի իր համար։ Հիսուսի մասին այդպես էլ գրած է, ասում է, ինքը չէր անիծում, այլ օրհնում էր։ Երբ որ ծեծում էին, ջարդում էին, խաչի վրա կախում էին, ինքը իրանց օրհնում էր։ Ու այդ մարդիկ լսում ասում են, փարիսեցիներ, լսում եք, ինքը ձեզի օրհնում է։ Դուք իրան ծեծում եք, թքում եք, ինքը ձեզի օրհնում է։ Ու այդ օրհնությունը նրանում էր, որ հարազատները շոշափելի էր, որտև ինքը ասեց Պետրոսին, Պետրոս, չկասկածես, հենց հիմի ձեռս բարձրացնեմ, Աստված ասում է հրեշտակներին կուղարկի, ստեղ մարդ չի մնա։ Այս ծերից կմտնեն, այն ծերից դուրս կգան։ Ես այդ հնարավորությունն եմ, ես այդ հնարավորության տղեն եմ։ Բայց ես ուզում եմ, որ իրանք օրհնված լինեն, փրկված լինեն։ Ես իրանց ներում եմ, օրհնում եմ եւ բաց եմ թողում։ Ասում է չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ սրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը ժառանգեք, որովհետև ով որ կամենում է կյանք սիրել եւ լավ օրեր տեսնել, սիրում ես, ուզում ես լավ օրեր տեսնես։ Չգիտեմ, ես ուզում, մնաք ես եմ երևի ուզում, ձեն չկա։ Ասում է, կամենում ես կյանք սիրել եւ լավ օրեր տեսնես, թող իր լեզուն չարությունից լուր պահե եւ իր շրթունքները, որ նենգություն չխոսեն։ Եվ Հիսուսն ասում է 5-րդ գլխի Մատթեոս ավետարանի 5-րդ գլխի 44-րդ խոսքում, բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողների եւ ձեր հալածողների համար։ Երբ որ դու աղոթում ես կիսորիդ համար, որը կոնկրետ քեզի ուզում է խորոված անի, դու օրհնում ես իրականում իրան։ Ես հիշում եմ 2000 թվականներին մի քիչ դժվար էր այդ դոկումենտների հետ կապված, թեկուզ ես քաղաքացի եմ, բայց գալիս է, որ պիտի գրանցվեմ, գնդապետը, փոխգնդապետը, կոնկրետ չէր սիրում ուրիշ ազգերին։ Գալիս էր սենց էր ասում, մի պատճառ գտնում էր, որ մնաք չստորագրի, այն վաղ պիտի ստորագրեր ինքը, որ քեզի գրանցեին։ Հիմի փառք Աստծո, MFC կա, այս կա, այն կա, հանգիստ գնում ես գրանցում ես։ Առաջ ինքը պիտի ստորագրեր։ Գնում էիր ժամերով կանգնում էիր, ասում էին վաղ արի։ Գալիս էի տուն, պատմում էի Նատալյան ջղայնացած, ասում է, ну что не ругаешь их։ Ասում եմ ինչ ռուգա տանեմ։ Ասեմ собака и так ասում եմ собака է, ասեմ собака вообще собака станет։ Хоть благословлю, чтоб нормальным человеком стал։ Օրհնեմ այդ մարդուն։ Մի բան առնեմ, տանեմ, օրհնեմ իրան,
պրսնեմ է դրանից, թող Աստված իրան օրհնի։ Չարին չար չհատուցանենք հարազատներս, օրհնենք, որտեվ մեր լեզուն համ օրհնություն կարա բերի մեր կյանքում, համ դառնություն կարա բերի մեր կյանքում։ Որտեվ Աստծո խոսքն ասում է, քո լեզվով քո կյանքը կկշտանա։ Հռոմեացիների մեջ Հռոմեացիս թղթի Պողոս առաքյալը 12:14 խոսքում այսպես ասում, ուզում եմ հիշեցնեմ հարազատներս, այստեղ Պողոս առաքյալը բանտարկված գրում է Ներոնի ժամանակները, երբ որ հարյուրավոր, հազարներով հավատացյալներին խաչում էին, վառում էին, սպանում էին։ Գլխատել այդ ամենագումաննի մահն էր։ Ձութը լցնում էին, խաչում էին ու վառում էին։ Ու դու ամբողջ գիշեր վառում էր, ինքը սիրահար էր, իր պարտեզը պիտի ամբողջ գիշեր լուսավորված էլի։ Ու հավատացյալներին վառում էր, ամբողջ գիշեր վառվում էին։ Մի անգամ չէր վառվում, որ մեռնես։ Բայց ինքը այդ իրավիճակի մեջ գրում է Հռոմի հավատացյալներին, ասում է, ձեզ հալածողներին օրհնեցեք, օրհնեցեք եւ մի անիծեք։ Հիսուսը նույն բան էր ասում էր օրհնեք ձեր թշնամիներին, ասում է մի կանգուն գնա, երկուսը գնա։ Գիտեք այդ ինչի մասին է։ Ըստ հռոմեական կայսրության օրենքի, քանի որ իրանք զավթիչներ էին, իրանք իրավունք ունեին մի կանգունը 1200-1500 մետրի չափ հեռավորություն էր։ Ուզած մարդին բռներ, զենք ու զրահը ձեռը տար, ասեր գնացինք, Բեռնատար ջան։ Ու ինքը պիտի այդ ուզեր չուզեր, ինքը իր այդ զինվորի հետ գնար, իր այդ ծանր զենքը տաներ բեռը։ Իսկ Հիսուսն ասում է օրհնություն եղեք, ասում է մի կանգուն գնա, երկուսը գնա, որտեվ դու երկուսը գնացիր ինքը կապաշխարի, մի կանգունից հետո ինքը կապաշխարի, կասես ինչես դու բարի ես, ինչես դու ինձ օրհնում, ես քեզ այդքան վատություն եմ արել, դու ինձ օրհնում ես։ Ես եկել եմ քո երկիրը, զավթել եմ, իսկ դու ինձ օրհնում ես։ Եկեք ոտքի կանգնենք հարազատներս։ Այսօրվա մեր պատգամը օրհնում եմ քեզ։ Նրանում է հարազատներս, որ երբ որ մենք ասում ենք օրհնում ենք, թող այդ օրհնությունը շոշափելի լինի հարազատներս, որտեղ Աստված ձեզ օրհնելով այդ օրհնությունը շոշափելի է ձեր կյանքում։ Էդի դատարկ բառեր չէր, երկնքից թափվեց մարդու վրա։ Օրհնում եմ, ու մարդը գնաց տառապեց։ Այս տառապանքները բոլորը մեր խելքից է, որ մարդը չլսեց Աստծուն, ընտրեց սատանային, գնաց մեղքի մեջ ընկավ, ու սկսեց չարչարվել, գնաց անեծք ընտրեց օրհնության տեղը, ու չարչարվում է մինչև օրս։ Անեծքը շոշափելի դարձավ իր կյանքում, բայց փառք Աստծո, որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ, այդ անեծքը վերցրեց իր վրա, ասեց «Всё, գնա օրհնված եղիր»։ Եվ օրհնություն դարձիր ուրիշների համար։ Սիրելի Հայր Հիսուս Քրիստոսի անով, մենք գալիս ենք քո առջև եւ գոհանում ենք առաջնակա Տեր, որ դու օրհնել ես մեզ, որ դու օրհնում ես մեզ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, Տեր ջան, իմ Աստված, եւ մենք ուզում ենք, մենք այո Տեր, մենք տեսնում ենք այդ եւ շոշափելի է մեր կյանքում քո օրհնությունը, Տեր, որ դրանք դատարկ բառեր չեն։ Մենք ուզում ենք, որպես իմ Տեր եկեղեցի եւ անհատական մարդ հավատացյալ լինենք օրհնություն, իմ Տեր Աստված, օրնված լինելով Հիսուս Քրիստոսի անունով, Տեր ջան, ինչպես իմ Տեր Աբրահամը հավատարիմ եւ հավատքի մեջ գնալով ինքը օրնություն դառավ, Տեր ջան, դու իրան օրնեցիր եւ ինքը օրնեց իր սերունդին, Տեր ջան, այդ օրնությունով մենք այսօր հավատքով Տեր Սուրբ Հոգի ունենք, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, Սուրբ Հոգով մեզ առաջնորդի եւ տար, Հիսուս Քրիստոսի Նազովրեցու զորավոր անունով, Անուն Հոր եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, ամեն։